Հայաստանը, որի մասին բոլորս ենք երազում, որը մեր բոլորի սրտերում է։ Մենք գալիս ենք ոչ թե խոսքերով, մենք գալիս ենք գործով։ Ձեր կողքին ենք, կանգնած ենք եւ միասին կերտելու ենք ընդհանուր, ապահով, ուժեղ, վաղվա, ուժեղ Հայաստանը, ինչ ենք ունենալու շատ շուտով, ուժեղ Հայաստան, որն է փոփոխության թիվը, համար 3։ Շնորհակալ ենք այսպիսի մարդաշատ, ջերմ եւ ոգեղեն ընդունելության համար։ Մեր հանդիպումը բացելու համար խոսքը փոխանցում ենք ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Հայկ Վարդանյանին։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան նոր, մի սիրտ, միաձայն, մի հորիզոն, ուժեղ Հայաստան, քեզնով ենք հզոր։ Ողջույններս եւ հարգանքներս սիրելի հայրենակիցներ, Այսօր մենք այստեղ կանգնած ենք ոչ միայն խոսելու, այլ ապացուցելու, որ Հայաստանը ուժեղ է իր ժողովրդի հավատով, իր պատմությամբ եւ իր միասնությամբ։ Մենք այն ժողովուրդն ենք, որ դարերով անցել ենք դժվարությունների միջով, բայց երբեք չի կոտրվել։ Մեր արմատները խորն են, մեր կամքը ամուր է եւ մեր ապագան մեր ձեռքերում է։ Հայաստանը միայն քարտեզի վրա գտնվող երկիր չէ, Հայաստանը մեր տունն է, մեր լեզուն, մեր հավատը, մեր հիշողությունը եւ մեր արժանապատվությունը։ Եվ այսօր եկել է ժամանակը, որ մենք բարձրաձայն ասենք, մենք ուզում ենք ուժեղ պետություն, անվտանգ հայրենիք եւ արժանապատիվ ապագա մեր երեխաների համար։ Մենք չենք ուզում ժողովուրդ ջան, որ 300,000 ադրբեջանցի գա ու ապրի մեր հետ կողք կողքի։ Մենք ուզում ենք ուժեղ գլխավոր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։ Բոլորը Ժողովուրդ ջան, շատերդ ինձ ճանաչում եք, ես իմ խոսքի տեր մարդն եմ, ասում եմ քիչ, անում եմ ավելին։ Ես իմ կյանքում շատ քիչ մարդկանց եմ վստահում, բայց Կարապետյանների ընտանիքին վստահում եմ անմնացորդ։ Մեր ուժին վրա վստահում եմ անմնացորդ, այնպես որ ժողովուրդ ջան, հավատացեք ինձ, ամեն ինչ շատ լավ է լինելու, ուժեղ է լինելու, փոփոխության համարն է, համար 3։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան։ Շնորհակալ ենք պարոն Վարդանյանին, ինչ ենք ունենալու շատ շուտով սիրելի աշտարակցիներ, ուժեղ Հայաստան, որ թիվն է մեզ բերելու ուժեղ Հայաստան, համար 3։ Հանդիպումը շարունակում ենք եւ մեր թիմի աջակից, ով անմիջական աշխատանքով մեծ ներդրում ունի մեր ընդհանուր պայքարում, մեծ ոգևորությամբ բեմ ենք հրավիրում եւ հարթակը տրամադրում ենք Յուլիանա Գևորգյանին։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան նոր, մի սիրտ, միաձայն, մի հորիզոն, ուժեղ Հայաստան։ Ողջույն աշտարակ, հարգելի հայրենակիցներ, ես այսօր այստեղ կանգնած եմ ոչ միայն որպես ուսուցիչ, այլ որպես մարդ, ով ամեն օր աշխատում է Հայաստանի ապագայի մեր երեխաների հետ։ Դասարանում երեխաները մեզ հաճախ են հարցնում. ընկեր Գևորգյան, Հայաստանը ուժեղ երկիր կդառնա, եւ ես հասկանում եմ, որ այդ հարցի պատասխանը ոչ միայն այսօրվա աղավաղված գրքերում է, այլ մեր միասնության, արդարության, կրթության ու պատասխանատվության մեջ է։ Ուժեղ Հայաստանը սկսվում է դպրոցից։ Այն սկսվում է այն պահից, երբ ուսուցիչը գնահատված է, աշակերտը պաշտպանված, իսկ ծնողը վստահ է, որ իր երեխան կրթվում է արժանապատիվ երկրում։ Մենք պարտավոր ենք կառուցել մի Հայաստան, որտեղ երիտասարդը չի մտածում հեռանալու մասին,
այլ մտածում է ստեղծելու, աշխատելու եւ իր հայրենիքում ապրելու մասին, որտեղ գիտելիքը արժեք է, ոչ թե ձևականություն, որտեղ բանակը ուժեղ է ոչ միայն զենքով, այլ կրթված ու հայրենասեր սերնդով։ Ես հավատում եմ, մեր ժողովուրդը բազմիցս ապացուցել է, դժվարություններից հետո կարողանում է կանգնել ավելի ամուր, բայց դրա համար պետք է ոչ թե բաժանվել, այլ միավորվել Հայաստանի շուրջ։ Այսօր մենք բոլորս ունենք մեկ պատասխանատվություն՝ թողնել մեր երեխաներին ավելի անվտանգ, ավելի կրթված եւ ավելի ուժեղ հայրենիք։ Թող մեր խոսքը չմնա միայն հարթակներում, թող այն դառնա գործ, արժանապատիվ աշխատանք եւ ազգային միասնություն։ Կեցցե ուժեղ Հայաստանը եւ կեցցե այն ժողովուրդը, որը երբեք չի հանձնվում։ Պայքարում ենք փոփոխություն։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է Շնորհակալ ենք Տիկին Գևորգյանին։ Ինչ ենք ունենալու շատ շուտով։ Ուժեղ Հայաստան, ինչ ենք բերելու ուժեղ Հայաստանում յուրաքանչյուրի ընտանիք։ Դրական փոփոխություններ։ Այժմ խոսափող ուզում ենք տրամադրել մի մարդու, ում խոսքը ծնվում է ոչ թե քաղաքական հաշվարկից, այլ ազգային արժանապատվությունից։ Մարդ, ով մեր ուժեղ պայքարի հետևողական ձայնն է եւ սկզբունքային ու անզիջում գործիչներից եւ ուղեցույցներից մեկը։ Դիմավորեք Դավիթ Ղազինյան։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան։ Բարև ձեզ սիրելի աշտարակցիներ, ճիշտն ասած ես այս ֆորմատով լավ հռետոր չեմ իմ գործընկերների պես, Վարդևանյան Արամի ականջը կանչի։ Ես ուզում եմ խոսել այսօր մի թեմայի մասին, որը շատ ակտուալ է։ Մեր ղեկավարը, ինչպես հիշում եք, անդրադարձավ փոքրիկ խմբակի ղեկավարին իր պահվածքի համար անվանելով ու միտքը հետևյալն էր, որ վազվզում է մի խելագար։ Այդ իսկ պատճառով չեմ ցանկանում նրան անդրադառնալ, լիովին համաձայն եմ Սամվել Կարապետյանի տված բնորոշմանը, բայց այնտեղ կան մարդիկ, որոնք ոտի տակ են ընկնում բառից բուն իմաստով եւ այսպես փորձում են խառնվել մեծերի խոսակցություններին, իրենք շատ լավ հասկանում են ում մասին է խոսքը, մեկն էլ կար ասում էր ինչի չեն զոհվել Գերդաստանին, գիտեք, մեր հայկական ընտանիքներում կա մի ավանդույթ, ում այդ պրոբլեմ ունես, ընտանիքին չպետք է կպնես, գիտենք չէ դա բոլորս, հիմա սրանք ենքան մանր են ես 8 տարեկանները բառից բուն իմաստով, որովհետև եթե մարդու կենսագրությունը սկսում է 18 թվականից, ես համարում եմ 8 տարեկաններ, սկսում են արդեն թիրախավորել մարդկանց, որոնց արածի կես տոկոսը չեն արել, հիմա այդ ձեր ամբողջ փոքրիկ խմբակով, եթե կարողանաք ապացուցեք, որ Սամվել Կարապետյանը եւ իր ընտանիքի կես տոկոս արել եք, ես ձեզանից ներողություն կխնդրեմ։ Եվ ամենակարևորը, ուր էր այդ ռեմբոները, այսպես ասած, երբ որ մեր Ճշնամական պետության ղեկավարը բառից բուն իմաստով ստորացնում էր իրենց եւ իրենց ղեկավարին։ Հիշում ենք, չէ՞ ինչեր էր ասում, հարբած ծաղրածու, երգեր էին հորինում, ձեռ էին առնում, ինքն էլ սուրճի էր հրավիրում, բայց ժամանակ այդ ուժեղ տղեկը, ու ճակերտների մեջ իրական ուժեղները այստեղ են։ Բայց ինչի չէին մի հատ գոնե ակնարկում, լավ։ Ժողովուրդ ջան, այս ամբողջը մի բանի մասին է։ Չկա ընտրարշավ, չկա առարկայական բանավեճ, գիտեք ինչի չկա, որովհետև իրենք այդ բանավեճում պարտված են, իրենց միակ գործիքը ղժղժալ, գժի պես վազվզել, կպնել մարդկանց եւ փորձել վերարտադրվել, որի արդյունքում ընդամենը լինելու է թուրքական Հայաստան, այսպես ասած։ Մի խոսքով, խնդրանքս հորդորս հետևյալն է, որ բոլորը պետք է գնան ընտրատեղամաս։ Ընտրատեղամաս չգնալը նշանակում է բերել 300,000 ադրբեջանցի Հայաստանի Հանրապետություն։ Եվ հետո ամենակարևորը, մենք բոլորս այսօր եթե չէ, պատասխան ենք տալու մեր երեխաների, մեր թոռների առաջ, չլինի այնպես, որ չկարողանանք նայել մեր երեխաների աչքերին։ Եվ ավարտելով խոսքս,
ձեզ կարող եմ երաշխավորել մի բան, ինչ որ խոսք է տալիս մեր թիմը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, հավատացած եղեք, դա բոլորիս պատվի հարցն է եւ դա կատարվելու է։ Շնորհակալություն։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան նոր։ Շնորհակալություն պարոն Ղազինյան, սիրելի աշտարակցիներ, ով է լինելու Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը, Սամվել Կարապետյանը, այո, ինչ ենք ունենալու շատ շուտով, ուժեղ Հայաստան։ Սիրելիներս, խոսք ուզում ենք տրամադրել մի կնոջ, ով ոչ միայն ազգային արժեքների կրողն է, ազգային արժանապատվության եւ պայքարի մարմնավորումն է մեր թիմին, այլ նաեւ մեզ ուժեղ գաղափարներով եւ ոգևորությամբ լցվող կանացիության մարմնավորումը դիմավորեք Գոհար Մելոյան։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան նոր։ Ողջույն իմ հարազատ աշտարակ։ Ուժեղ աշտարակցիներ, ես պատիվ եմ ունեցել իմ մանկության բազմաթիվ օրեր անցկացնել այս քաղաքում, այստեղ բազմաթիվ հարազատներ ունեմ։ Ժողովուրդ ջան, բայց ցավոք մեր սիրելի քաղաքը եւ մեր հարազատ Արագածոտնի մարզը ունի բազմաթիվ խնդիրներ։ Ինչ է կատարվում։ Այսօր մեր քաղաքում, մեր մարզում ու մեր երկրում մի իշխանություն է, որը մեր անվտանգությունը հարվածի տակ է դերել։ Բերել է 3 պատերազմ։ Հիմա սպառնում է եւս մեկով։ Մեզ սպառնում է մեր իշխանությունը, մեզ սպառնում է մեր թշնամին։ Այս ընտրությունները Հայաստանի համար հերթական ընտրություն չեն։ Սրանք ճակատագրական որոշում են լինելու ինձ համար, ձեզ համար, յուրաքանչյուր հայ մարդու համար։ Ու այո, մենք պետք է որոշում կայացնենք։ Ինչ ենք մենք ընտրում։ Մենք ընտրում ենք այս իշխանությանը, որը հենց այս մարզում փակում է 24 դպրոց, կրճատում է հարյուրավոր աշխատատեղեր ուսուցիչների համար, կրճատում է հարյուրավոր դպրոցներ, որտեղ ուսանում են 808 աշակերտներ, թե ընտրում ենք մի քաղաքական ուժի, մի առաջնորդի, ով առաջարկում է բարձրացնել մարզերում ուսուցիչների եւ ուժ աշխատողների աշխատավարձերը 25%-ով։ Ժողովուրդ ջան, այս իշխանությունները ինչ անում են, ասֆալտ են փռում, ինչ որ դպրոցներ են փակում ուրիշ դպրոցների, բացում ուրիշ դպրոցների փակման արդյունքում։ Դա անում են բոլորիս գրպանի հաշվին, մեր պետբյուջեից։ Մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը այն մարդն է, ով մի պետության չափ օգնություն ու ներդրում է կատարել մեր երկրում, իր աշխատանքի եւ իր գրպանի հաշվին։ Ուստի մենք ասում ենք ոչ, այլևս պետության բյուջեից թալանը եւ կորզումը եւ ասում ենք այո մի մարդու, ով իր անձնական գրպանից միշտներ է դրել հայերիս բարեկեցության եւ մեր պետության վաղվա ապագայի համար։ Էնպես որ առաջինը կոչում ենք փոփոխության համար 3, փոփոխության համար 3 եւ հիմա կարևոր ուղերձ։ Ժողովուրդ, հունիսի 7-ին գնում ենք ընտրության։ Բոլորս մեր հարազատին, մեր ընկերոջը, մեր բարեկամին ասում ենք, որ սա, ինչպես նշեցի, ճակատագրական ընտրություն է։ Ինչ ենք մենք ընտրում։ 300,000 ադրբեջանցի Հայաստանում, թե 300,000 աշխատատեղ
մեր հայրենակիցների համար։ Ինչ ենք մենք ընտրում։ Աղքատության շարունակական ավելացում, թե զերո աղքատություն մեր երկրում։ Ինչ ենք մենք ընտրում։ Բարեկեցիկ ապահով ապագան, թե արդեն երկու անգամ փորձված կեղծ խոստումները։ Կարծում եմ բոլորիս պատասխանը միանշանակ է։ Ուժեղ եւ բարեկեցիկ ապագայի համար ընտրում ենք համար 3։ Փոփոխության համար 3։ Փոփոխության համար 3։ Ու սիրելի աշտարակցիներ, վերջապես այս երկրում մի ուժ, մի գործիչ է եկել, ով սեփական բարեկեցությունը զոհաբերել է, որովհետև սիրում է հայ ազգը եւ սիրում է հային։ Շնորհակալ եմ։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ Սիրելի աշտարակցիներ, փոփոխությունը շատ շուտով մեր մտքից եւ մեր սրտից գալու է ձեր բնակարաններ, տներ, փողոցներ եւ դառնալու է իրական։ Փոփոխությունները հնարավոր են միայն Սամվել Կարապետյանի հետ։ Ով է լինելու Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանը։ Այժմ բեմահարթակ ենք հրավիրում մեր թիմի այն գործչին, ում իրավական պայքարի եւ արդարադատության հանդեպ ունեցած հավատարմությունը դարձել է մեր դաշինքի կարևոր մասը, մարդ, ում իրավական գիտելիքները եւ օրենքի գերիդեալական իմացությունը դարել են ամուր վահան եւ ջախջախիչ սուր անօրինությունների դեմ պայքարում։ Դիմավորեք Արամ Վարդևանյան։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն Բարև ձեզ, սիրելի աշտարակցիներ ջան։ Ժողովուրդ ջան, 5 տարի առաջ, նաև այս հրապարակից, ձեզ տվել են խոստումներ, ձեզ տվել են լավ ապագայի խոստումներ, բայց ձեզ խաբել են։ Ձեզ խաբել են թե տնտեսական, թե անվտանգային բնույթի խոստումներով։ 5 տարի առաջ կար շատերիս մոտ տագնապ։ Վստահ եմ, նաև օրվա իշխանությանը քվեարկած մեր հայրենակիցների մոտ եւս կար այդ տագնապը, բայց իրենց խոստացել էին, որ այդ խնդիրները լուծվելու են։ Փոխարենը այսօր մենք ունենք հայաթափված Արցախ։ Այսօր հիմա մենք եւս ունենք տագնապ։ Մենք ունենք անհանգստություն, որովհետև տեսնում ենք այդ սպառնալիքները։ Դրա համար ուզում ենք ուղիղ մի նոր ուղերձ փոխանցենք, որ մենք բոլորս պետք է հունիսի 7-ին գնանք ընտրությունների, որ դրանք չգան, գնանք ընտրությունների, որ փոփոխությունները գան, այո։ Ժողովուրդ ջան, 5 տարի առաջ ասում էին, որ կյանքը լինելու է բարեկեցիկ, խաբեցին, ասում էին, որ աղքատությունը 2 անգամ պետք է կրճատեն, խաբեցին, ասում էին, որ ծայրահեղ աղքատություն Հայաստանում պետք է չլինի, այսօր 30,000-ից ավելի մեր հայրենակից թեր սնված է, մենք ասում ենք, որ մեր ցանկացած խոստում ունի իր երաշխավորը, դա Սամվել Կարապետյանն է։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Ժողովուրդ ջան, մենք ասում ենք, որ 300,000 նոր աշխատատեղ ստեղծվելու է Հայաստանում։ Մենք ասում ենք, որ փոքր ու միջին բիզնեսին 0 հարկային ռեժիմ ենք առաջարկելու։ Մենք նաև խոստացել ենք, որ Հայաստանում պետք է վերականգնվի գյուղատնտեսության նախարարությունը։ Ի վերջո, գյուղատնտեսությամբ զբաղվողներին պետք է կոնկրետ մի չինովնիկ լինի, ով դրա համար պատասխանատու լինի։ Իդեպ, Սահմանադրությունը գիտեք ինչ հետարքիր բան է ասում։
ասում է, որ պետական պաշտոնատար անձը սահմանափակված է մարդկանցով, սահմանափակված է մարդու իրավունքներով։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ պետք չի է սրտիկներ անել։ Պետք է հարգել մարդու իրավունքները, մարդկանց հոգսերը, լուծել խնդիրները։ Ժողովուրդ ջան, վերջին 5 տարիները նաև մեր հասարակությանը պառակտելու մասին են։ Ես վստահ եմ, որ դուք էլ ունեք հարևաններ, ծանոթներ, ել չասեմ հարազատներ, որոնց հետ շփման խնդիր ունեք, որովհետև այդ ատելությունը այդ աստիճանի է հասել։ Դրա համար մենք ինչ ենք ասում։ Պետք է լինի ներքին համերաշխություն, պետք է լինի համախմբում, մարդասիրությունը պետք է լինի անսակարկելի արժեք։ Դրա համար ասում ենք նաև, որ համաներում պետք է լինի։ Մենք պետք է իրականում այս ատելությունը թողենք անցյալում, քաղաքական հետապնդումները թողնենք անցյալում եւ իրականում գնանք ապագա, որտեղ մեզ սպասում է մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանը։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ, որ բոլորդ ուզում եք մեկ հստակ բան։ Դա փոփոխությունն է։ Դուք ուզում եք փոփոխություն։ Եվ փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ։ Դրա համար ժողովուրդ ջան, հունիսի 7-ին Քվեաթերթիկ համար 3 հանուն փոփոխության, բարեկեցության, համախմբման, փոփոխությունների համար 3 ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ։ Աստված պահապան։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր։ Շնորհակալ ենք պարոն Վարդևանյան, սիրելի աշտարակցիներ, ձեր դեմքերին, ձեր հայացքներին տեսնելով, ձեր անկոտրում ոգին, ձեր ուժը, ձեր կամքը ես վստահաբար մեր թիմի անունից ասում եմ, որ ուժեղ Հայաստանը կայացել է եւ հունիսի 7-ին այն մտնելու է իր իրավական ուժի մեջ, ձեր կամքով, մեր կամքով եւ ուժեղ Հայաստանի վարչապետը լինելու է ով? Սամվել Կարապետյանը։ Դրա համար պետք է գնանք ընտրատեղամասեր, կատարենք մեր սահմանադրական պարտականությունը եւ ընտրենք որ համարը։ Համար 3։ Մեր այսօրվա քաղաքական օրակարգն ամփոփելու համար հարթակը տրամադրում ենք ուժեղ Հայաստան դաշինքի խորհրդի անդամ, բարեկիրթ, ուսյալ, հավասարակշռված եւ Կարքին մարդ Նարեկ Կարապետյանին։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան նոր, մի սիրտ, միաձայն, մի հորիզոն։ Սիրելի աշտարակցիներ, ողջունում եմ ձեզ։ Նկարվենք։ Գնացինք։ Շնորհակալ եմ ձեզ ժամանակ տրամադրելու եւ գալու համար։ Շատ ենք խոսել ուժեղ Հայաստանից, շատ ենք խոսել փոփոխություններից։ Ես ուզում եմ ձեզ պատմել, թե որն է այդ փոփոխությունը, ինչն է փոխվելու վաղը։ Այս մարդու երկիրը կառավարը վերցնելուց հետո ինչն է փոխվում։ 5 ամիս հետո։ Սկսենք։ Փոքր տարիքից գանք։ Մարդիկ, ովքեր ունեն երեխաներ եւ ուզում են իրենց համար նոր տուն գնել, հնարավորություն են ունենալու շատ էժան գներով ունենան հիպոթեք, այսինքն ամիսը 80,000 դրամով ունենան տուն, որը 10 տարի հետո էլ վարձի կարիք չունենա, կմնա իրենց էժան տուն։ Երկրորդը համաշխարհային լավագույն ընկերությունները, մեր լավագույն գործընկերները գալու են Հայաստան,
ներդրում են կատարելու, որպեսզի երկրում լինեն աշխատելու տեղեր, աշխատատեղեր։ Հայրիկները հնարավորություն կստանան ավելի լավ պայմաններով ընտրել որտեղ են աշխատում։ Երրորդը, գյուղում աշխատող մարդկանց համար։ Շատ ենք լսել, ասում են կարկուտ է գալու, կարկուտ եկավ։ Օրինակ, աշտարակում կան գյուղեր, որտեղ կարկտականները չեն աշխատում։ Կան, չէ՞։ 5 տարի չեն աշխատում։ Ժողովուրդ ջան, կարկուտի դեմ պաշտպանվելու համար մարդկությունը 100 տարի առաջ արդեն հնարել է էժան լուծումներ։ Կարկտակայաններ են լինում։ Ասում են բերքը չեն կարողանում վաճառեն։ Բերքի մթերման կայաններ են լինում։ Բերքի կարիքը ունենք։ Ասում են ուսուցիչների աշխատավարձերը բավարար չի։ Մեր ծրագրով ամեն տարի ուսուցիչների աշխատավարձերը Երևանում աճելու են 20%-ով, իսկ մարզերում 25%-ով։ Հաշվարկով, որ դուք իմանաք, եթե պետական բյուջեն էլ դա չկարողանա անի, արխայինեք լինելու է դա, որովհետև այս մարդը խոսք է տվել։ Մտերումը հիմա Հայաստանի վարչապետը չի կարողանում հարցը լուծի Վրաստանում, որ արտանի, չի կարողանում հարցը լուծի ավելի հյուսիս։ Այս մարդը հեշտ երկու երկրի հետ էլ պայմանավորվելու է։ Կասկածող կարծում եմ անգամ փոքրիկ խմբակում չկա դրա մասին։ Դա մեր գյուղացիների հարցերի կեսը հանելու է, թե Լարսի, թե Վրաստանի։ Արդարությունը երկրում, լայք դնելը, ընդդիմության հետ հավանելը, մեր երկրում պետք է չդառնա քրեական հետապնդման պատճառ։ Ուսուցիչները պետք է կրթեն մանուկներին, ոչ թե լայք դնեն։ Ուսուցիչը ամենաբարձր բանն է երեխայի համար։ Ինչպես ես դու փորձում իրեն իջեցնել, սարքել քո համար քաղաքական պրոցեսների մասնակից անկախ իր կամքից, ինչ սրտով է ինքը երեխա կրթելու դրանից հետո։ Ինչու ես մեր աչքին, մեր դաստիարակողներին ուզում նսեմացնես։ Բուժաշխատողը պետք է զբաղվի իր ժողովրդի առողջությամբ եւ ոչ թե լայք դնի, ոչ թե հավանի ուրիշ ուժի, բայց ստիպված լինի իշխանության աջակցել։ Դա ազատությունն է, ժողովուրդ։ Ինչու է պետությունը սկսում ճնշել, որտեվ ինքը գիտի, որ ինչ խոսք է տվել, չի արել։ Ինչ ենք մենք առաջարկում։ Առաջարկում ենք բարեկեցություն, որը երաշխավորում է Կարապետյանի կողմից։ Առաջարկում ենք վերջապես հավասարակշիռ ղեկավար։ Մի քանի օր առաջ, հիշում եք, մեր երկրի ղեկավարը փողոցում դուրս էր եկել քայլելու։ Ընդհանրապես մարդիկ արդեն սովորել են, հենց ինքը դուրս է գալի քայլելու, աջ ձախ են գնում, որ հանկարծ չտեսնեն։ Երկու հոգի չկարողացավ։ Երկու հոգու հարց տվեց, մեկին տարավ Բերդ, մյուսին էլ ինչ ասեց այդ խեղճ կնոջը քաշքշեց, ինչ ասեց։ Հավասարակշիռ ղեկավարը ճոխություն չի, ժողովուրդ ջան, մենք մեր երկրին պետք է նորմալ հավասարակշիռ ղեկավար։ Դա մեծ բան չենք ուզում մենք այս աշխարհից։ Կայուն մարդ, ով չի զարմացել, որ երկու հոգի իրան վարչապետ է կոչում, ով արդեն կյանքում ամեն ինչի ասել է ու դրա կարիքը չունի։ Այս ինչ ես ասեցի, այս փոփոխությունները, որի մենք շանկ ենք, լինելու են մի մեծ բանի պատճառով, որովհետև մեր հայրենիքում կան մարդիկ, ովքեր չեն սիրում հարմարվել։ Ես ուզում եմ ողջունել մեր աշտարակի ընկերներին, բոլոր ձեզ, որ այսօր ստեղ եք։ Ես գիտեմ, որ ստեղ լինելը ինչ ուժեղ բան է, որ դուք ինչ եք արել, որ ստեղ եք եկել։ Մեկի մաման դպրոցում աշխատում, մի մարդու քույրն է մի տեղ աշխատում պետական կառույցում։ Եվ դա հաշվի առնելով դուք եկել եք, որովհետև դուք չեք ուզում հարմարվեք։ Դուք եք այդ բերողը։ Մենք ուղղակի այդ բերածը ապահովողն ենք, բայց այդ ամեն ինչը, եթե դուք չլինեիք,
Եթե ինքը կարողանար վախեցնել այս ժողովրդին, ոչ մեկ աշխարհում չէր կարողանա Հայաստանի կյանքը բարելավել։ Բայց ձեր պես մարդիկ, տղամարդիկ, կանայք, դուք եք, շնորհակալ եմ ձեզանից, Հայաստանը շնորհակալ է լինելու ձեզանից։ Հայաստանը շնորհակալ է լինելու ձեզանից։ Չհարմարվողներ ջան, եթե իմ ասեին, դե լավ, ոչինչ, մի քիչ գորգորում է մարդկանց վրա, մի քիչ հող ա տալի, յոլա գնանք, զատո այն օրը ասֆալտ էր անում։ Եթե տենց ասեինք, այսօրը չէր հասնի մեր երկիրը, 2000 տարվա մեջ ոտի տակ գնացել էր, չեք հարմարվել, ձեր նախնիները չեն հարմարվել, փոխել են, դրա համար լավարկել են, ունեցել ենք մեծ հաղթանակներ չհարմարվողների պատճառով, ձեր պատճառով ու ձեր կատարած աշխատանքի պատճառով։ Ես ձեզանից շնորհակալ եմ, Հայաստանը ձեզանից շնորհակալ է, որ դուք այստեղ եք։ Դուք տղամարդու եւ հայ տղամարդու լավ օրինակ եք, դուք կնոջ ու հայ կնոջ լավ օրինակ եք։ Հարգում եմ ձեր տեսակը ու ձեր խաթրը, որ այս երկիրը լինելու է ուժեղ երկիր, որ աղքատությունը, այս քյասիբությունը մեր հետևից չի գալու, որ գյուղերու մարդիկ նորմալ են ապրելու, աշտարակն էլ դառնալու է զարգացող ակտիվ քաղաք։ Շնորհակալ եմ ձեզանից։ Ուժեղ Հայաստան, ազատ Շնորհակալ ենք պարոն Նարեկ Կարապետյանին։ Սիրելի աշտարակցիներ, ուժեղ Հայաստան դաշինքը հավատում է աշխատանքին, կարգ ու կանոնին, ազգային արժանապատվությանը եւ ուժեղ պետությանը։ Եվ վստահաբար ասում եմ, ձեր ուժով, ձեր կամքով, ձեր կամարտահայտմամբ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ, որպեսզի Հայաստանը թույլ լինի։ Հայաստանը ուժեղանալու է, զորեղանալու է եւ ինչպես Ռաֆու Սամվել վեպում Սամվելը, ով հայ ժողովրդի հերոսական կերպարի մարմնավորումն էր, որը կանխեց Հայաստանը կործանումից, այնպես էլ այսօր Սամվել անունով արժանապատիվ հայի գլխավորած ուժը բերելու է ինչ ուժեղ Հայաստան։ Սիրելի աշտարակցիներ, ձեզ տեսաուղերձով դիմում է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան։ Սիրելի ուժեղ աշտարակցիներ, ողջունում եմ ձեզ։ Արդեն գրեթե 1 տարի է, ինչ ես գտնվում եմ կալանքի տակ, եկեղեցին եւ մեր ինքնությունը պաշտպանելու համար։ Ես բարձրացրել եմ իմ ձայնը մի վարչակարգի դեմ, որը հայ ժողովրդին պահում է աղքատության մեջ, պատերազմի, վախի ներքո եւ պառակտված վիճակում։ Թեև անձամբ ձեր կողքին չեմ, բայց ես միանում եմ ձեր բոլորի ձայներին։ Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու եւ այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել։ Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում, հեռացնելով իշխանությունից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին։ Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի։ Մինչդեռ Փաշինյանը ամեն ինչ զոհաբերում է հանուն իր ատոռի։ Հիմա թող նրանք լսեն մեզ, երբ ասում ենք փոփոխությունը գալիս է։ Հարգելի հայրենակիցներ, մեր թիմի հետ միասին կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսություն, նոր գործարաներով, 300,000 նոր աշխատատեղերով, մարդկանց ապրուստի կտրուկ բարելավումով, բիզնեսի եւ գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով։ Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն է ուժեղացնում դիվանագիտությունը եւ պաշտպանությունը, եւ մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն
եւ ուժեղ պաշտպանություն, պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ վերազինված բանակով, որոնք իսկապես կերաշխավորեն խաղաղությունը, ոչ թե բառերով, այլ գործով։ Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, ուժեղ երկիր։ Երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը, դատարկում են սեփական գրպանները հանուն մեր հայրենիքի բարեկեցության։ Արդարությունը ու ներքին համերաշխությունը հարատև են լինելու Հայաստանում։ Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկիր ու աղքատություն բառը թողնելու ենք անցյալում։ Ես այս բոլոր խոստումների իրականացումը երաշխավորում եմ։ Վարչակարգը մարդկանց վախեցնում է պատերազմով։ Նրանք նույնիսկ ժամկետ են նշում՝ սեպտեմբեր, որովհետև հենց այդ ամսից սկսվեց 44-օրյա ծանր պատերազմը։ Սեպտեմբերին սկսվեց Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հարձակումը։ Սեպտեմբերին սկսվեց Արցախի բռնի հայաթափումը եւ էթնիկ զտումը։ Պատերազմներ, որտեղ Փաշինյանը պարտվեց։ Միտը մենք թույլ ենք տալու, որ նա Հայաստանի համար եւս մեկ պատերազմ պարտվի։ Ես համոզված եմ, որ թույլ չենք տալու։ Իմ խոստումն է, որ մեր հաղթանակի եւ իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելով գալիք սեպտեմբերը եւ դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու։ Սիրելի հայրենակիցներ, մի հուսահատվեք։ Հայաստանը կարող է եւ պետք է լինի ուժեղ, եւ մենք հասնելու ենք մնայուն ու իրական խաղաղության։ Մենք թույլ խաղաղությունը փոխարինելու ենք ուժեղ խաղաղությամբ, ուժեղ դիվանագիտության շնորհիվ։ Մենք այլևս թույլ չենք լինելու։ Մենք ուժեղ ենք լինելու Մոսկվայում եւ վերականգնելու ենք խաթարված հարաբերությունները։ Մենք ուժեղ ենք լինելու Վաշինգտոնում, Լոնդոնում, ինչպես նաեւ Պեկինում։ Վարչակարգը քայքայել է Սփյուռքի հետ հարաբերությունները։ Միայն մեր ուժը կարող է վերականգնել թե հարաբերությունները, թե Սփյուռքի հետ վստահությունը մեր հայրենիքի հանդեպ։ Մեր բոլոր նվիրյալ եւ հերոս զինվորականների հետ միասին ամրապնդելու ենք մեր պաշտպանությունը եւ պաշտպանելու ենք մեր սահմանները։ Մենք պաշտպանելու ենք իրական խաղաղությունը։ Սիրելի հայրենակիցներ, ռեպրեսիաներից ու հետապնդումներից ոչ մի պահ չհուսահատվեք։ Նրանք կարող են նույնիսկ մեզ ձերբակալել, կալանավորել, բայց նրանք չեն կարող կանգնեցնել մեզ փոփոխություն բերելու ճանապարհին։ Սրանց կեղծ ու անհասկանալի սրտիկները մենք փոխարինելու ենք մեր իրական, հայկական սրտերով։ Մենք երբեք չենք մոռանալու, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին է մեր սիրտը, Արարատ լեռն է մեր սիրտը։ Հարգելի հայրենակիցներ, մեզ ընտրություններում մեծ հաղթանակ է պետք, որպեսզի մենք ավելի արագ իրականացնենք այն բոլոր մասշտաբային ծրագրերն ու փոփոխությունները, որոնց վաղուց արժանի է հայ ժողովուրդը։ Ուժը ձեր ձեռքերում է, դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն։ Միասին մենք ուժեղ տնտեսությամբ, ուժեղ դիվանագիտությամբ, ուժեղ բանակով կբերենք ուժեղ ու կայուն խաղաղություն եւ բարեկեցիկ կյանք։ Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին։ Իսկ ես ծառայելու եմ իմ երկրին եւ փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը դեպի լավագույն ապագա։ Փոփոխությունների ժամանակը եկել է։ Շուտով ես ձեզ հետ կլինեմ։ Մեկ վայրկյան չկասկածեք, արդարությունը հաղթելու է, ուժեղ Հայաստանը հաղթելու է։ Ուժեղ Հայաստան, Բարձր ծափողություններով Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյան։ Սիրելի աշտարակցիներ, ինչ ենք ունենալու շատ շուտով, ուժեղ Հայաստան, ինչ ենք ունենալու շատ շուտով, ուժեղ Հայաստան, որն է փոփոխության համար
3 Որն է փոփոխության համարը Համար 3 Լավ չի լսվում Որն է փոփոխության համարը Համար 3 Ձեր ցավը տանեն Սիրելի աշտարակցիներ, ձեր վստահությունը ու հավատը մեր հաղթանակի անկոտրում գրավականն է։ Միասին փոփոխություններ ենք բերելու, կառուցելու ենք ուժեղ Հայաստան եւ կրկնենք, փոփոխությունների համարն է համար 3 Շարունակվում է մեր համերգային ծրագիրը եւ բեմահարթակը տրամադրում ենք։ Հայ երգը, հայ մշակույթը, իրենց կրծքի տակ կրող Մարդիկ, ում երկում միշտ կա հայրենիք, միշտ կա կարոտ, միշտ կա ցավ եւ կա հիշողություն։ Իսպիրանների օրինակելի գերդաստան, Արաբո Իսպիրյան, Արցեր ծափողջուններով դիմավորեք։ Ողջույն իմ շատ սիրելի աշտարակցիներ։ Կարոտել եմ տունիմ հայրենի Դու ամրոցն ես հազոր հայրերի Ու մատուրն ես դու մեր քնքուշ մայրերի հայրենիք Հաղորդում եմ Աստված պահպանիր Ու մատուրն ես դու մեր քնքուշ մայրերի հայրենիք Հաղորդում եմ Աստված պահպանիր Օտարություն իմ կամքից անկախ Հայ ոգով ապրում եմ անվախ Ես կդառնամ ու իմ գիրկը քեզ կանեմ կփարվեմ վախենում եմ կարոտս չառնեմ Ես կդառնամ ու իմ գիրկը քեզ կանեմ կփարվեմ վախենում եմ կարոտս չառնեմ Քեզ սրել են, թանանել են, կալանել են Քո վանքերը ավիրել են տունիմ հայրենի Խաչքարերը տարծունքներով կլվանան Աղաչում եմ կանչիր թույլ տուր տուն դառնան Խաչքարերը տարծունքներով կլվանան Աղաչում եմ կանչիր թույլ տուր տուն դառնան Դու դարձել ես օտարի գերի Որդիներդ գերի Քոտակ սրտում սառույցներ են գոյացել, քանացել, կարունները տաշուն են դարձել Քոտակ սրտում սառույցներ են գոյացել, քանացել, կարունները տաշուն են դարձել Քեզ սրել են, թալանել են, կալանել են Քո վանքերը ավիրել են տունիմ հայրենի Խաչքարերը տարծունքներով կլվանան Աղաչում եմ կանչիր թույլ տուր տուն դառնան Խաչքարերը տարծունքներով
կլավանա Աղաչում եմ կանչիր թույլ տուրը տուն դառնա Աղաչում եմ կանչիր թույլ տուն դառնա Շնորհակալություն, մերսի։ Հաղթանակը մոտ է, սիրելի հայրենակիցներ։ Եռագույնները բարձր, բրուսները վերև։ Բրուսները բարձր, բարձր։ Ծափերը։ Ես ողջոքով հայրենիք եմ ծովարակս եմ հորդարակ Ես իմ սարտով հայ մարդիկ եմ հզոր սարեմ արարակ Ես իմ ճայել երագներում մի պայքան եմ անավարդ Ես հայտանի համար անգամ կյանքս կտամ անարատ Ես իմ ճայել երագներում մի պայքան եմ անավարդ Ես հայտանի համար անգամ կյանքս կտամ անարատ Ունեն ծափերը։ Ես եմ մոշնու սասուն լուսակ պայծար մերանին Ծովարեքով սարագաստեմ ճամպատանով դեպմանին Ես եմ արդահանը երսելում նուվադարան Կոչեմ անում ողջ աշխարհին հայությանը միանան Դրոշակները վերև, դրոշակները բարձր։ Ամրեն շուշման բռնողները։ Ես իմ կյանքով Հայաստանն եմ մոտարության մեջ ապրած Այս աշխարհում ամեն ուրեք հայի պատիվակված Ես այս կյանքում իմ հայրական խորհուրդներով եմ ոցված Ես այս երկով գովերքում եմ հայ անունը փառաբան Ես այս կյանքում իմ հայրական խորհուրդներով եմ ոցված Ես այս երկով գովերքում եմ հայ անունը փառաբան Ես եմ մոշնու սասուն լուսակ պայծար մերանին Ծովալեքով սարագաստեմ ճամպատանով դեպանին Ես եմ մեր Արցախը զեյթուն կարին գիլիգյան Կոչեմ անում ողջ աշխարհին հայությանը միանան Ծափերը։ Ավելի բարձր։ Բրավո երիտասարդներ։ Բրուսները։ Հետևում։ Բրավո։ Ես եմ մոշնու սասուն լուսակ պայծար մերանին Ծովալեքով սարագաստեմ ճամպատանով դեպանին Ես եմ արդահանը երսելումն ու մեծ տարոն Այս իմ երկը ձեզ համար է երկում է ձեր արավան Այս իմ երկը ձեզ համար է երկում է ձեր արավան Շնորհակալ եմ սիրելիներս։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ դիմեմ իմ հայ ժողովրդին, թե Հայաստանում, թե Սփյուռքում, սիրելի հայրենակիցներ, իմ խնդրակն է ձեզ, չհանեք ձեր սուրբ խաչը։ Դու իմ հայրենիք չքնախ Հայաստան Օրնությամբ ոցված վանքերի օրան Զանգերիդ կամչով զավակներըդ գան Ռունցվեն դառնան հզոր Հայաստան Չանես խաչըդ Հայաստան աշխարհ Չանես խաչըդ Հայաստան աշխարհ
Հազար ցավ ու վիշտ եկավ ու անցավ Հավատքը թոքում մնացավ իդյան Հազար խինդ ու լույս օրեր կգան Հազար հույսի մոմերը վկավ Դարերից եկած հինավուրց աշխար Արցախից միջև ծովակնին վանա Իմ մասի սարից մինչև ամարաս Տիգրիսից մինչև հայոց մայրարած Չանես խաչետ Հայաստան աշխար Չանես խաչետ Հայաստան աշխար Չանես խաչետ Հայաստան աշխար Չանես խաչետ Հայաստան աշխար Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը, քո արքայությունը թող գա, քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Մեր հանապազարյա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես եւ մենք ենք թողնում մեր պարտապաններին։ Եվ մի տանիր մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, քանզի քոնն է արքայությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս։ Ամեն։ Չանես խաչետ Հայաստան աշխար Չանես խաչետ Հայաստան աշխար Չանես խաչետ Հայաստան աշխար Չանես խաչետ Հայաստան աշխար Չանես խաչետ Դու իմ հայրենիք չքնախ Հայաստան Օրնությամբ ոցված վանքերի օրան Զանգերիդ կանչով զավակներըդ գան Ռունցվեն դառնան հզոր Հայաստան Շնորհակալ եմ Չանես խաչետ սիրելի հայրենակիցներ Իսկ հիմա ուզում եմ բոլորիս բռունցքները վերև տեսնեմ դրոշակներով հանդերձ Հետևում սիրելի հայրենակիցներ բռունցքները բարձր Բոլորս միասին ծափենք տալի Վրեժը խեղդում էին սուրբ հողն է կանչում հերվից Պիտի գնանք անպայման փրկենք հողը պապական Պիտի գնանք անպայման փրկենք հողը պապական Մասի սարը վգա թուրքը ծնկի գագա Թեկուզ մեկ հայմանա երգիրը չենք մորնա Սասուն մուշու բանը սուրբ մանուտ հասարը Պապերի շիրիմը չենք թողնի թուրշանը Ծափերը, ծափերը, հա, հա, հա Ավելի բարձր Իսկ հիմա բարձր ծափանություններով բեմը արտակ ենք հնավիրում աղասի սպիրյա Շաուշներեն ազգին պետ, կարահաբոններ սերոքներ Հերիկ իշկան հապերեք, զենք բռնել է հայի պետ Հերիկ իշկան հապերեք, զենք բռնել է հայի պետ Մասի սարը վկա, թուրքը ծնկի գագա Թեկուզ մեկ հայմնա, երգիրը չենք մորնա Սասունը մուշնու բանը, սուրբ մանուտ հասարը Պապերի շիրիմը, չենք թողնի թուրշանը
չիմարի Մասի սարը վակա Թուրքը ծնգի գագա Թեկուզ մեկ հայմնա Երգիրը չենք մորնա Սասունը մուշնուվանը Սուրկ մարութ ասարը Ապերի շիրիմը Չենք թոնի թուրջանը Շակները մերեք, այո Ապրեն հետևում, ապրեն, այո Բոլորս միասին են երգում, հայրով գնացի Մասի սարը վագա, թուրքը ծնգի գագա Թեկուզ մեկ հայմնա, երգիրը չենք մորնա Սասունը մուշնուվանը, սուրկ մարութ ասարը Ապերի շիրիմը, չենք թոնի թուրջանը Մասի սարը վագա, թուրքը ծնգի գագա Թեկուզ մեկ հայմնա, երգիրը չենք մորնա Սասունը մուշնուվանը, սուրկ մարութ ասարը Ապերի շիրիմը, չենք թոնի թուրջանը Բարձր ծափարեն եղբորը Սաղասի Իսպիրյան Շնորհակալություն ծափերը Արաբոյին, աղբորս, սիրելի աշտարակցիներ, ինչպես է տրամադրությունը բարձր Շարունակում ենք համերգային երեկոն եւ այս երգը հատուկ հայ ծնվել եմ, հայ կապրեմ, հայ ազգի համար, ծափերը բռուսները բարձր Մրշո սուրվանքերում լինենք, պատերը մուշմուշապ հյուրեն, հայ ծնվել եմ հայել կապրենք, պատերը մուշմուշապ հյուրեն, հայ ծնվել եմ հայել կապրենք, ազատ անկախ հայկը տենչամ, հայ ծնվել եմ հայել կապրեմ, ազատ անկախ հայկը տենչամ, հայ ծնվել եմ հայել կապրեմ Ապրեն մշեցիները, սասունցիները, տեսնում եմ շուրջ պարը, հայկական Մեր հողն ամբոշ մենք ազատենք, արեղը պիտի բոցավարենք, Արցախ նահանգ կամրագրենք, հայ ծնվել ենք հայել կապրենք, Արցախ նահանգ կամրագրենք, հայ ծնվել ենք հայել կապրենք, ազատ անկախ հայկը տենչամ, հայ ծնվել եմ հայել կապրենք, ազատ անկախ հայկը տենչամ, հայ ծնվել եմ հայել կապրենք Բրավո մեր երիտասարդներին հայկական շուշպարի համար Պագան հայրենիքս է, պիտի դատեմ դատնի մարցան, ազգի սեղակիցն եմ հայկյան, հայու դատներիքս միայն, ես աղասին եմ իսպիրյան, հայ ծնվել եմ հայել կապրեմ, ազատ անգախ հայկը դենչան, հայ ծնվել եմ հայել կապրեմ, ազատ անգախ հայկը դենչան, հայ ծնվել եմ հայել կապրեմ, ազատ անգախ հայկը դենչան,
հայցնվել եմ հայել կապրել, ազատ անկախ հայկը տնչան, հայցնվել եմ հայել կապրել։ Շնորհակալություն, շարունակում ենք ազգային երգերի երեկոն եւ հատուկ մշեցիների համար ծափերը մշեցիներին ունենք, այո։ Մեր երկրում շուտով կբացի գարուն, հելի մերի գավորից տանես պապիսվում, ախարած մզի ենտեղ կարու կուշե, հելի մերի գնձի տարարդեն ուշե, ախարած մզի ենտեղ կարու կուշե, հելի մերի գնձի տարարդեն ուշե, մուշ երգիր պապական, օջախ սրպազան, հայոց երգիր գովական, մնա անսասան, Մուշ երգիր պապական, օջախ սրպազան, պարոն աշխար գովական, մնա ասասան։ Զոր գնացին հանուն կեզ, որ թշնամուց ազատ են ու պրկեն մեզ, օտարն իշկանեն ու զիերգրում մնալ, մեկ է ոչ մի ասկ չի կարող հայդարնալ, օտարն իշկանեն ու զիերգրում մնալ, մեկ է ոչ մի ասկ չի կարող հայդարնալ, ուշ երգիր պապական, օջախ սրպազան, հայոց երգիր գովական, մնա անսասան, Մուշ երգիր պապական, օջախ սրպազան, տարոն աշխար գովական, մնա ասասան։ Օրը կգա հայի սուրը կշողա, թուրքը ոսոխը հայ տեսնելիս կտողա, հայի դեմքին երբ որնայի Ազգի սրտում դեռ անցյալի մոխը կա, հայի դեմքին երբ որնայի ու գզգա, ազգի սրտում դեռ անցյալի մոխը կա, ուշ երգիր պապական, օջախ սրպազան, հայոց երգիր գովական, մնա անսասան, ուշ երգիր պապական, օջախ սրպազան, տարոն աշխար գովական, մնա ասասան։ Կեցե հայերը, կեցե, հա, հա, հա Մուշ երգիր պապական, օջախ սրպազան, հայոց երգիր գովական, մնա անսասան, Մուշ երգիր պապական, օջախ սրպազան, հայոց երգիր գովական, մնա անսասան Մուշ երգիր պապական, օջախ սրպազան, հայոց երգիր գովական, մնա ասասան, Մուշ երգիր պապական, օջախ սրպազան, տարոն աշխար գովական, մնա ասասան։ Շատ հզոր ենք, շատ ուժեղ ենք, սիրելի աշտարակցիներ, այսպես ուժեղ ոգին պետք է պահենք, Եվ ուզում եմ ձեր ծափերի ներքո հրավիրել բեմահարթակ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյան Բոլորիս բռունցքները վերև Անցյալ սևոսկը դաշան Անմարդկային ու գազան Սիրուն Ղարաբաղը մեր
ուզեց գրավել սակայն դարձյալ սևասկը դաժան անմարդկային ու գազան սիրուն Ղարաբաղը մեր ուզեց գրավել սակայն ինչ կռնացան ինչ ժայռեր հապարտ կանգուն լեռները տակավին չիմացան շատեր մազերիները ինչ կռնացան ինչ ժայռեր հապարտ կանգուն լեռները տակավին չիմացան շատեր մազերիները Միշտ կանգուն մնաս Ղարաբաղ Հույսն է սայության Ղարաբաղ Միշտ համերժ մնաս իմ Արցախ Հույսն է սայության Ետևում երիտասարդները շատ սիրունա, թև-թևի բռած, բրավո! Ղարաբաղի ջան մայրեր, ձեզ մեծնան հայ քաջեր, ու կյանքերնի զոհելով, գրավեցին մեր սրտեր, Ղարաբաղի ջան մայրեր, ձեզ մեծնան հայ քաջեր, ու կյանքերնի զոհելով, գրավեցին մեր սրտեր, ձեզ մե հեռու ենք սակայն, բայց չենք մնամ տարբեր, դուք սրտերով մեզ հետ եք, խոնարհություն ձեզ քաջեր, ձեզ մե հեռու ենք սակայն, բայց չենք մնամ տարբեր, դուք սրտերով մեզ հետ եք, խոնարհություն ձեզ քաջեր, Ղարաբաղ, միշտ կանգուն մնաս իմ Արցախ, հույսն է սայության Ղարաբաղ, միշտ հավերժ մնաս իմ Արցախ, սիրտ է սայության Շնորհակալություն Բարի երեկո շատ սիրելի աշտարակցիներ Արդեն հաշված օրեր, ժամեր են մնացել մեր արիական ժողովրդի ճակատագրական պայքարին կամ հայ ժողովուրդը ընտրում է հայրենասերներին արժանապատվություն ունեցողներին կամ էլ իր ընտրությունը տալիս է Էրդողանի և Ալիևի ընտրյալին։ Կողմնորոշվեք ժողովուրդ ջան։ Սա վերջին շանսն է, որ տրվել է մեր ժողովրդին։ Լավ մտածեք, ուրիշ բան չեմ ուզում ասել ձեզ։ Մեր պապերի Սուրբ Հոգու առաջ պիտի տանք պատասխան, մեր թորներին ասենք, որ ունենք ծովից ծով Հայաստան։ Պապերի Սուրբ Հոգու առաջ պիտի տանք պատասխան, մեր թորներին ասենք, որ ունենք ծովից ծով Հայաստան։ Մեր պապերի Սուրբ Հոգու առաջ պիտի տանք պատասխան, մեր թորներին ասենք, որ ունենք ծովից ծով Հայաստան։ Ծավ, 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 ծավ։
ֆիդայի գնա սարերու զորերը թուրքին չմանա մեր պապական հողերը քաչ ֆիդայի գնա սարերու զորերը թուրքին չմանա մեր պապական հողերը եկել է շամը որ ամենը մեկը պատասխան տա քաջերս կյանքեն տվել որ հային բախտը ժպտա եկել է շամը որ ամենը մեկը պատասխան տա քաջերս կյանքեն տվել որ հային բախտը ժպտա մեր պապերի սուրբ հոգու առաջ պիտի տանք պատասխան մեր փորներին ասենք որ ունենք ծովից սով Հայաստան մեր պապերի սուրբ հոգու առաջ պիտի տանք պատասխան մեր փորներին ասենք որ ունենք ծովից սով Հայաստան Երգիրը ընտեղի խաչքարերի վրայի գիրը Էլևանացովում գտնվող երգիրը ընտեղի խաչքարերի վրայի գիրը Եկել է ժամը որ ամենը մեկը պատասխան տա Քաջերս կյանք են տվել որ հային բախտը ժպտա Եկել է ժամը որ ամենը մեկը պատասխան տա Քաջերս կյանք են տվել որ հային բախտը ժպտա Մեր պապերի սուրբ հոգու առաջ պիտի տանք պատասխան Մեր փորներին ասենք որ ունենք ծովից սով Հայաստան Մեր պապերի սուրբ հոգու առաջ պիտի տանք պատասխան Մեր փորներին ասենք որ ունենք ծովից սով Հայաստան Միասին ենք երգում այս տողերը Մեր պապերի սուրբ հոգու առաջ պիտի տանք պատասխան Մեր թորներին ասենք որ ունենք ծովից սով Հայաստան Մեր պապերի սուրբ հոգու առաջ պիտի տանք պատասխան Մեր թորներին ասենք որ ունենք ծովից սով Հայաստան Մեր պապերի սուրբ հոգու առաջ պիտի տանք պատասխան Մեր թորներին ասենք որ ունենք ծովից սով Հայաստան Մեր պապերի սուրբ հոգու առաջ պիտի տանք պատասխան Մեր թորներին ասենք որ ունենք ծովից սով Հայաստան Շնորհակալություն Իսկ հիմա ժողովուրդ ջան Թե որ հայ ես հայ մնա Մայրողի ուժն է արկայծում մեր սրտերի մեջ Սուրբ նախնիների անմահ ոգիները անպարտելի ուժ մեզ են զորակցում Հայքի անունով իր սերունդը կոչվեց հայկազունք Իսկ երկիրը հայք Հայաստան Հայ մանա, հայ մանա Հայ մանա, հայ մանա Երկս ուշնա հայ քաջերին, որտեղ կանգնեն մայր հողին, նապատակն է ողջայության կերտել հզոր Հայաստան, նապատակն է ողջայության կերտել հզոր Հայաստան, թե որ հայ ես հայ մնա, օտար երգիր մի գնա, հայրենիքն մի մոռանա, թե որ հայ ես հայ մնա, թե որ հայ ես հայ մնա, օտար երգիր մի գնա, հայրենիքն մի մոռանա, թե որ հայ ես հայ մնա Ժողովուրդ ջան, վերջում նայեք, վերջում երիտասարդների ինչ գեղեցիկ է պարում Հե, 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 հե Շատ սիրունա Ջերմակել է մասիսը մեր, այս տարավոր մեծ դարդից, հայը հոգով ցավ է հաշել, երբ խոսել է մասիսից, ջերմակել է մասիսը մեր, այս տարավոր մեծ դարդից, հայը հոգով
բացիսից Թե որ հայես հայմանա օտար երկիրը մի գնա հայրենիքտ մի մոռանա Թե որ հայես հայմանա Թե որ հայես հայմանա օտար երկիրը մի գնա հայրենիքտ մի մոռանա Թե որ հայես հայմանա Թե գիտական թե սորավար հայգամ են երգարում ասված եղիր ասկի սատար որ շուտ դառնամ դեպիտում Թե գիտական թե սորավար հայգամ են երգարում ասված եղիր ասկի սատար որ շուտ դառնամ դեպիտում Թե որ հայես հայմանա օտար երգիրը մի գնա հայրենիք մի մոռանա Թե որ հայես հայմանա Թե որ հայես հայմանա օտար երգիրը մի գնա հայրենիք մի մոռանա Թե որ հայես հայմանա 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 Թե որ հայես հայմանա օտար երգիրը մի գնա հայրենիք մի մոռանա Թե որ հայես հայմանա Թե որ հայես հայմանա օտար երգիրը մի գնա հայրենիք մի մոռանա Թե որ հայես հայմանա Թե որ հայես հայմանա օտար երգիրը մի գնա հայրենիք մի մոռանա Թե որ հայես հայմանա Թե որ հայես հայմանա օտար երգիրը մի գնա հայրենիք մի մոռանա Թե որ հայես հայմանա Շնորհակալություն ժողովուրդ ջան Միշտ եղեք հայ արմատներին կարճած եւ անդավաճան հայ սկզբունքներին շնորհակալություն Շնորհակալ ենք իսպիրյանների հայրենասեր հայապահպան ընտանիքին Արաբո աղասի եւ Ներսիկ Իսպիրյան Սիրելիներս, սիրելի աշտարակցիներ, երգով, պարով, լույսով, մեր դրական էներգիայով Հայաստանը վերածելու ենք իրական, ուժեղ Հայաստանի, ինչ ենք ունենալու շատ շուտով, ուժեղ Հայաստան, որն է Հայաստանը, ուժեղ Հայաստանի վերածելու համարը, համար 3, ձեր ցավը տանեմ, բեմարտակը տրամադրում ենք ձեր կողմից շատ սիրված երգչուհի, որը ուժեղ է ոչ միայն բեմում, այլ կյանքում իր կամարտահայտությամբ ուժեղ Հայաստանի ուժեղ երգչուհի Սոֆի Մխեյան, դիմավորեք։ Բարի երեկո աշտարա։ Ուժեղ եք։ Կասկած չկա։ Ճանաչիր իմ անունն է Հայաստան, ես ազատ ու անկախ իմ տերն եմ տան, սա իմ անունն է, իմ ազգանունն է, հայ եմ ուր տանի ճամփան, վերաստված ուշտում ես որ զորանանք, օգնի որ հզոր Հայաստան դառնանք, մենք ենք սարերը մեր, խաչն ու դրոշը վեր, միասնության շուրջ պարուն սեր Երազի իմ երկիր հայրենի Տունը 10 միլիոն հայերի Ես այսեր ունենակ թողի Մի բունեմ կողի Երազի իմ երկիր հայրենի
տեսնեմ բոլոր հայերի ձեռքերը բերևուկ։ Ընտիր, ուժեղ ենք, չէ։ Անհավանական եք։ Ենտեղ երիտասարդները շուրջ պար են բռնել։ Բրավո։ Երազի իմ երկի, տունը 10 միլիոն, ես այսեր ունեմ աղթողի, մի բուրդ եմ քողի, երազի իմ երկի հայրենի, տունը 10 միլիոն հայերի, ես այսեր ունեմ աղթողի, մի բուրդ եմ քողի, երազի իմ երկի հայրենի, տունը 10 միլիոն հայերի, ես այսեր ունեմ աղթողի, մի բուրդ եմ քողի, ես այսեր ունեմ աղթողի, մի բուրդ եմ քողի, մի բուրդ եմ քողի, մի բուրդ եմ քողի։ Ֆանտաստիկ եք, ֆանտաստիկ։ Ուժեղ եք, չէ՞։ Գժություն։ Մենք քաչ տոհմի զավակներն ենք, չէ՞։ Հրաշալի է։ Դե ուրեմն բոլորս միասին ուսուսի, ուժեղ։ Համաձայն, չէ՞։ Ընտիր։ Իսկ թիվը վերջացավ։ Վստահ եղեք, ամեն բան լավ է լինելու։ Ուժեղ Հայաստան անպայման լինելու։ Մենք քաչ տոհմի զավակներն ենք, չենք վախի, մանր մոնր փորձանքներից չենք փախչի, մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք հաջություն, ինչ էլ որ լինի չենք հանդուրժի պարտություն, մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք հաջություն, ինչ էլ որ լինի չենք հանդուրժի պարտություն, ուրեմն առաջ զարկենք սմբուկ հաղթական, տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական, թող իմանան մենք չենք դառնա խաղալիք, այնպես մի ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք, թող իմանան մենք չենք դառնա խաղալիք, այնպես մի ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք, կողմը մեր եղել է քաջերից քաջը, անարգել է կայծակների շարաչը, մենք էլ նրա զավակներն ենք հարազատ, են ուրիշ առաջ չկա մեզնիցան, ուրեմն առաջ զարկենք ծմբուկ հաղթական, տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական, թող իմանան մենք չենք դառնա խաղալիք, այնպես մի ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք։ Կարող եմ տեսնել բոլորի ձեռքերը վերևում, բռունցքները, որոնք դառնում են միասին, եռագույնը վեր, դրոշները վեր, ուժեղ Հայաստան միասին, հա, հա, ջան աշտարակցիներ ջան, անհավանական եք, գնացինք, ուրեմն առաջ զարկենք թմբուկ հաղթական,
Ակշնամուն մենք ծեց ու ջարդված վագան Թող իմանան մենք չկարնա խաղալիք Այնպես պիծեցեք, որ հիշեն, որ հարսանիք Թող իմանան մենք չկարնա խաղալիք Այնպես պիծեցեք, որ հիշեն, որ հարսանիք Այնպես պիծեցեք որ հիշեն, որ հարսանիք Ֆանտաստիկ եք Ես վստահ եմ, որ ուժեղ Հայաստանի սիրտը, հայ սիրտը բաբախելու է ամբողջ աշխարհում Չէ? Ուժեղ եք, չէ? Դե գնացինք Հա Ֆանտաստիկ եք, երբ եռագույները վերևում են Ձեռքերը, տրամադրությունը Ուժեղ Հայաստան Որ արմատ հայ սարը կամուց չի օրորվի Որ հավատ հայ բարը համեր արևի Այն դաթար ես դարը հային չի խնայել Վանրացած ես քարը ժամեք հայքայել Ես գողիտ եմ ուժը հոգիտ է ել իմ Հայաստան Հայ սիրտել է մերում վեր է ելներում Ուշտա դուստա մեզ վերտանի Հայ սիրտել է մերում նոր է ելներում Սերտա թեպտա Հայաստանի Ուժեղ Հայատքիս անում է հայր սուրբ հոգի Քրիստոս Մեր մեջ պաստարյուն է տղերքի հերոս Երազանք ու նպատակ պետք է պահենք անվախ Հայկական երկնքի տակ ես ենք արցախ Ես կողքիտ եմ ուժը հոգիտ է Եվ իմ Հայաստան Հայ սիրտեր ներում վեր է ելներում ուշտա Սիրտերերներում նոր է ելներում սերտա թեպտա Հայաստանի Տեսնեմ ձերքերը վեր Չան, չան, չան Տրամադրությունը աշտարակում Ուժեղ Հայաստան Ես կողքիտ եմ ուժը հոգիտ է ել իմ Հայաստան Ուժեղ Հայաստան Ես ու դու քեզ պահապան Հայ սիրտերներում նոր է ելներում Սերտա թեպտա Հայաստանի Հայ սիրտերներում վեր է ելներում ուշտա դույստա մեզ վերտանի Հայ սիրտերներում նոր է ելներում Սերտա թեպտա Հայաստանի Ուժեղ Հայաստան Ավելի Շարունակենք Գնացինք Ջան հայեր ջան Ես այսօր ուզում եմ մոռանալ Այս աշխարհում ամեն ինչ եմ ուզում եմ թողնել հեռանալ Ու խենթանալ մի քիչ ու պարել ավեր Սիրահարվել նորից Շատ են լույսերը, բարել լույսերը Ինչ է լինի իմացի Ամեն բան անգամ է Օրը ուրախ ու անցի Ամեն ինչ մենք յանքում այս փոփոխական է Դու այսօր մի հեռացես Միասին են իմ ամեր սրտերը Լավ է հիմա ինչ որ կա Ներկա Չա Երբ քնած քաղաքը արթնանա
Նորից կգամ ձեզ մոտ, իսկ հիմա ինձ հետ ես կմնամ Մինչ առամոտ ուրախ ու անհոտ Եվ լույսերի նման Սուտ է խոսելը Մութ է մեր սերը Ինչ է լինի իմացի Ամեն բան մի անգամ է Օրը ուրախ դու անցի Ամեն ինչ մեր կյանքում այս փոփոխատան է Դուք այսօր մի հեռացեք Միասին են իմ ամեն սրտերը Լավ է հիմա ինչ որ կա Ներկա, ներկա Հայերը, որ միասին հավաքվում են, ինչ են պարում Քոչարի Չո, 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 չո Թիմը հրաշալի է Ինչ է լինի իմացի Ամեն բանը մի անգամ է Օրը ուրախ դու անցի Ամեն ինչ մեր կյանքում այս փոփոխատան է Դուք այսօր մի հեռացեք Միասին են իմ ամեն սրտերը Լավ է հիմա ինչ որ կա Ներկա, ներկա Հոպա Ամեն բան լավ է լինելու Ուժեղ Ինչպես ասում են փոփոխության թիվը համար Ֆանտաստիկ եք Դե շատ բարձր ծափահարություններով Ուժեղ եղեք, առողջ եղեք Ամեն բան լավ է լինելու Սիրում եմ ձեզ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր Բարձր ծափողջուններով Սոֆի Մխեյան անզուգական ռիթմի դերմար Սիրելիներս Այսքանով ավարտում ենք մեր այսօրվա հանդիպումը հանրահավաքը Բայց ուզում ենք հիշացնել Որ միասին բերելու ենք փոփոխություններ Կառուցելու ենք ուժեղ Հայաստան Եվ ուժեղ Հայաստանի վարչապետը լինելու է Ավելի բարձր Ով է լինելու Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանը Որն է փոփոխության համարը Համար 3 Որն է փոփոխության համարը Համար 3 Ձեր ցավը տանեմ Բարի երեկո եւ բարի գիշեր